Երբ պատրաստվում ենք խոսել բանակների համաշխարհային ուժի մասին, սովորաբար պատկերացնում ենք մեծ տանկային շարասյուններ, հզոր ինքնաթիռներ, ռազմական պարետներ և զորավարժություններ, բայց իրականում բանակի ուժը շատ ավելի մեծ և բազմաշերտ պատկեր է։ Հենց այդ պատկերը հասկանալու համար գոյություն ունի մի համակարգ, որը ամեն տարի համեմատում է աշխարհի պետությունների զինված ուժերը, հաշվի առնելով ոչ միայն տեխնիկան, այլև տնտեսությունը, աշխարհագրությունը, ռազմավարական հնարավորությունները, լոգիստիկա և բազմաթիվ այլ գործոններ։ Այս համակարգը կոչվում է Global Firepower։ Global Firepower-ը անկախ վարկանիշային հարթակ է, որը կազմափոխում է 145 երկրների զինված ուժերի տվյալները և տալիս է մի ցուցանիշ՝ Firepower Index-ը, որով էլ որոշվում է երկրի տեղը աշխարհի բանակների ընդհանուր ցուցակում։ Հսկայական թվերի ու բարդ հաշվարկների փոխարեն այն մեզ տալիս է մի պարզ բան՝ յուրաքանչյուր երկրի ուժի գնահատականը։ Սա այն ցուցակը չէ, որը պարզապես հաշվում է, թե քանի զինվոր կա այս կամ այն երկրում, և ոչ էլ այն ցուցակը, որը միայն նայում է տանկերի կամ ինքնաթիռների քանակին։ Global Firepower-ը ձևավորում է ավելի խորքային մոտեցմամբ։ Այն աշխատում է մի բան հասկանալու համար՝ որքան արագ, որքան մեծ ծավալով և ինչ որակի ռեսուրսներով կարող է յուրաքանչյուր պետություն իրականացնել իր պաշտպանությունը կամ արձագանքել վտանգի դեպքում։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ այս ցուցակի նպատակը պատերազմական կանխատեսումներ անելը չէ, այն պարզապես համեմատական պատկեր է տալիս, գնահատվում է ոչ թե արդյոք երկրի բանակը հաղթելու է ինչ-որ դիմակայության մեջ, այլ ինչպիսի ընդհանուր ներուժ ունի պետությունը ռազմական, տնտեսական և տեխնիկական առումով։ Ինչու է այս ցուցակը ուշադրության արժանի։ Սա երկու հիմնական պատճառով է կարևոր։ Առաջինը, այն համեմատում է պետությունների ընդհանուր կարողությունները, ոչ միայն բանակում ծառայողների թիվը։ Եթե օրինակ մի երկիր ունի հզոր տեխնիկա, բայց փոքր բյուջե և թույլ լոգիստիկա, նրա ընդհանուր գնահատականը կարող է բարձր լինել, բայց ոչ այնքան, որքան սպասվում է։ Մեկ այլ պետություն կարող է մեծ բանակ ունենալ, բայց չունենալ ճանապարհներ կամ նավահանգիստներ, ինչը դարձյալ նվազեցնում է գնահատականը։ Global Firepower-ը միավորում է այս բոլոր գործոնները և ասում. ահա թե ինչպիսին է պետության պաշտպանական ներուժը ընդհանուր առմամբ։ Երկրորդը, ցուցակը թույլ է տալիս հասկանալ աշխարհում որ պետությունները որքան մեծ ներդրում ունեն ռազմական ոլորտում։ Երբ ամերիկյան, ռուսական, չինական, հնդկական բանակները հայտնվում են ցուցակի առաջին հորիզոնականներում, սա ոչ միայն տեխնիկական առավելության մասին է, այլ նաև քաղաքական, տնտեսական, աշխարհագրական ազդեցության։ Այս երկրները ռազմական առումով ունեն ավելի մեծ ազդեցություն համաշխարհային գործընթացների վրա։ Մի փոքր օրինակ. եթե մի երկիր ունի իր ծովային շղթաները, օդային հսկողությունը, երկարաժամկետ պաշտպանական բյուջեն և ռազմաարդյունաբերական հզորությունը, ապա նրա ազդեցությունը միջազգային հարաբերություններում նույնպես շատ ավելի մեծ է։ Power Index-ը թվային ցուցանիշ է, որը ցույց է տալիս յուրաքանչյուր երկրի ընդհանուր ուժը։ Այն սկսվում է 0.00-ից, և որքան մեծանում է թվի արժեքը, այնքան դիրքը վատանում է։ Օրինակ, ԱՄՆ-ն սովորաբար մոտ 0.07-ից 0.09-ի ցուցանիշում է, Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես ունեն մոտ այդպիսի թվեր։ Միջին ուժ ունեցող երկրները ունեն 0.5-ից 0.1.5 միջակայքը, փոքր ու թույլ ռազմական բազա ունեցող երկրները 2.0-ից մինչև 6.0 են։ Ահա այս պատճառով Հայաստանը 2.0373 ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր պաշտպանական ներուժը համեմատաբար փոքր է, բայց ոչ վերջինների շարքում։ Հայաստանը գտնվում է 145 երկրների ցանկի 90-րդ տեղում, և սա հենց այն դիրքն է, որը ստացվում է մեր ունեցած ռեսուրսների, բյուջեի, աշխարհագրական սահմանափակումների և տեխնիկայի թվերի հաշվարկից։ Global Firepower-ը հաշվում է ավելի քան 60 չափորոշիչ։ Գնահատում են ոչ միայն բանակի չափը, այլ նրա արդյունավետությունը և հնարավորությունները։ Ահա դրանցից մի քանիսը պարզ բացատրությամբ. բանակի մարդկային ռեսուրսը, ինչ է գնահատվում, բնակչության ընդհանուր թիվը, զինծառայության ենթակա տարիքի բնակչությունը, ակտիվ ծառայողների քանակը, պահեստազորի քանակը, աշխատուժի ներուժը, այսինքն՝ որքան մարդ կարող է իրականում համալրել բանակը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Երկրորդը զինտեխնիկայի և զինված ուժերի սարքավորումների քանակը, սա ներառում է տանկեր, զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, ռազմաօդային պաշտպանական համակարգեր, նավատորմի ենթակառուցվածքներ։ Յուրաքանչյուր կատեգորիա կշռադատվում է առանձին։ Օրինակ, ինքնաթիռի առկայությունը միայն թիվը չէ, կարևոր է նաև նրա տեսակը։ Մի երկիր կարող է ունենալ 500 ինքնաթիռ, բայց դրանք լինեն հին սերնդի, մյուսը կարող է ունենալ 100 սարք, բայց դրանք լինեն նորագույն և ավելի արդյունավետ։ Երրորդը պետության ֆինանսական ներուժը։ Պաշտպանական բյուջեն մեծ դեր ունի։ Ավելի մեծ բյուջե նշանակում է նոր տեխնիկա գնել, բանակը արդիականացնել, զորավարժություններ անցկացնել,
պայմանագրային ծառայողներ պահել, արտադրել սեփական տեխնիկա։ Ֆինանսական կայունությունը նույնպես կարևոր է, բարձր պետական պարտքը նվազեցնում է երկրի գնահատականը։ Չորրորդը բնական ռեսուրսներ, նավթ, գազ, մետաղներ, դրանք կարևոր են տնտեսության վրա ազդելու, ռազմական արդյունաբերությանը աջակցելու և ռազմավարական պայմանավորվածություններ ունենալու համար։ 5-րդը աշխարհագրություն, ճանապարհների երկաթուղիների, նավահանգիստների առկայությունը, սովետ կապ ունեցող երկրներ ունեն ավելի բարձր լոգիստիկ հնարավորություններ, Հայաստանը այստեղ բախվում է սահմանափակումների, որովհետև ծով ելք չունենք։ Ինչ այս ամենը ցույց տալիս Հայաստանին։ Հայաստանը, լինելով փոքր պետություն և չունենալով մեծ ռազմաարդյունաբերություն, պարզապես չի կարող ունենալ նույն թվային ցուցանիշները, ինչ ունեն խոշոր երկրները։ Մենք չունենք բազմամիլիոնանոց բյուջե, հարյուրավոր ինքնաթիռներ կամ լայնածավալ նավատորմ։ Բայց այդ չպետք է շփոթել ուժեղ թույլ համեմատության հետ։ Ցանկը չի գնահատում մարտական փորձը, հրամանատարական հմտությունները, բանակի կազմակերպվածությունը, հատուկ ստորաբաժանումների որակը, տեխնիկայի կիրառման ունակությունը, պատերազմի իրական դաշտում գործողությունները։ Այսինքն ցուցակը չի ասում, որ այս կամ այն երկիրը ռազմական առումով ավելի լավ կարող է հաղթել, այն միայն ցույց է տալիս, ով ինչ ռեսուրսներ ունի։ Global Firepower-ի ցուցակը ոչ միայն օգնում է հասկանալ միջազգային բանակների հզորությունը, այլև ցույց է տալիս մեր տարածաշրջանի դիրքերը։ Այս մասում մենք կներկայացնենք, որտեղ են գտնվում աշխարհի ամենահզոր բանակները, ինչն է պատճառը, որ նրանք առաջ են և որտեղ է Հայաստանը համեմատության մեջ։ Global Firepower-ի տվյալներով առաջին տասնյակ տեղերը զբաղեցնում էին այն երկրները, որոնք ունեն մեծ բնակչություն, հզոր տնտեսություն, ծովային ելք և լայն տեխնիկայի տեսականի։ Առաջին տեղում է ԱՄՆ-ն։ Ամերիկայի բանակը համարվում է ամենահզորներից մեկը հետևյալ պատճառներով. աշխարհի ամենամեծ պաշտպանական բյուջեն, հզոր ռազմաօդային ուժեր, լայնածավալ նավատորմ, նորագույն ռազմական տեխնոլոգիաների առկայություն, աշխարհում ամենաշատ ռազմաբազաները։ Այս բոլոր գործոնները ապահովում են նրա առաջին տեղը 0.07 ցուցանիշով, ինչը գրեթե կատարել է համարվում Global Firepower-ի գնահատմամբ։ Ռուսաստանը երկրորդ տեղում է։ Ռուսաստանի ուժը գալիս է հսկայական բանակային ու զրահային տեխնիկայի քանակից, բազմակի հրթիռային համակարգերի առկայություններից, ծանր հրետանուց և սպառազինությունից։ Ռուսաստանը ունի նաև ռազմաարդյունաբերական լուրջ ներուժ, արտադրելով սեփական զենքն ու տեխնիկան, ինչը ևս բարձր գնահատականի է արժանացնում։ Չինաստանը երրորդ տեղում է։ Չինաստանը առանձնանում է աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող երկիր լինելու պատճառով, արագ զարգացող ռազմական արդյունաբերությամբ, մեծ նավատորմ, որը միջազգային ծովերում մեծ դեր ունի։ Այս առաջատար երկրները ցույց են տալիս, թե ինչպիսի ռեսուրսների ու տեխնիկայի համադրությունը որոշում է բանակի դիրքերը ցուցակում։ 4-րդ և 5-րդ տեղերը Հնդկաստանը և Հարավային Կորեան են։ Հնդկաստանը մեծ բնակչության և լայնածավալ բանակի շնորհիվ գնահատվում է 4-րդ տեղում, Հարավային Կորեան աչքի է ընկնում տեխնոլոգիական առաջընթացով և պատրաստվածությամբ, զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ 6-ից 10-րդ տեղերը Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Թուրքիա, Իտալիա։ Այս երկրները ունեն կայուն տնտեսություն, ռազմաարդյունաբերություն և բարձր տեխնոլոգիաներ, ինչը ապահովում է նրանց առաջին տասնյակի դիրքերը։ Հայաստանի դիրքով շատերն են հետաքրքրվում, հատկապես համեմատության տեսանկյունից։ Հայաստանի ցուցանիշը 90-րդ տեղում է, 2.373 միավոր։ Հայաստանի հիմնական սահմանափակումները՝ փոքր պաշտպանական բյուջե, տեխնիկա և զենքի քանակի սահմանափակում, ծով չունենալ, փոքր բնակչություն և հետևաբար փոքր մարդկային ռեսուրս։ Սակայն սա չի արտացոլում բանակի իրական պատրաստվածությունը կամ մարտունակությունը։ Հայաստանի զինված ուժերը ունեն մարտական փորձ, կազմակերպվածություն, արագ արձագանքման ունակություն։ Հարևան երկրները Վրաստանը 94-րդ տեղում է, Ադրբեջանը 60-րդ, Թուրքիան 9-րդ, Իրանը 16-րդ։ Այս թվերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում երկրների միջև կա մեծ տարբերություն ռեսուրսների առումով։ Ադրբեջանը վերջին տարիներին մեծ գնումներ է արել ռազմական տեխնիկայի համար։ Թուրքիան ունի լայն արդյունաբերություն և ֆինանսական մեծ հնարավորություն, իսկ Վրաստանը փոքր պետություն լինելու պատճառով ավելի ցածր է։ Այս համեմատությունը օգնում է հասկանալ, թե ինչպես է Հայաստանը դիրքավորվում տարածաշրջանային հարաբերությունների մեջ։